Եվ այսպես այսօրվա հաղորդումը սկսում ենք նրանից, որ քննարկում ենք տղաների։ Բնականաբար, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը այս երկրի ճակատին թողել է քաղաքականավորներ ունենալու խարանը եւ երկիրը ստոյցիան վերածվել է գաղութի, թարապես իսկ մեր որոշ ընկերների համար բարի իսկական իմաստով մենք ըստ էության ունենք իմնեմիմի հատուկ թողարկումներ, որտեղ մենք մեր ընկերներին ենք փոխարինում եւ աջակցությունը, որի մասին դուք խոսեցիք, ֆինանսական աջակցությունը, այս պարագայում արգելի Արմինե կարծում եմ միայն ֆինանսական բնույթ չունի, ֆինանսների միջոցով ըստ էության մարդկանց ազատության համար են պայքարում, այս հաղորդման շարունակականության համար են պայքարում, որտեղ իշխանության նպատակը ի վերջո այս հաղորդումը լրացնելն էր։ Նրանք մարդկանց կալանավորելով, մարդկանց փակի տակ պահելով լուծում են ազատ խոսքը ճնշելու խնդիր։ Չլինի ազատ խոսքը, մենք բոլորս, չլինի այս հարթակը, մյուս հարթակները, մենք բոլորս կդառնանք ավելի անօգնական, մեր հասարակությունը կդառնա ավելի անպաշտպան։ Հետևաբար նրանք առաջին հերթին այդ խնդիրն են լուծում, մենք մի փոքր հիշեցնենք այս պատմությունը, ինչպիսի զարգացում ունեցավ։ Ուրեմն նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ձերբակալվեցին Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը։ Խոզարկություն կատարվեց անտիֆեյքի գրասենյակում, արգրավեց տեխնիկան, արդարադատությունը խոչընդոտելու կասկածով ձերբակալվեց նաև լրագրող Դավիթ Ֆիդանյանը։ Իսկ հաջորդ օրը նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան տան բակից բերման ենթարկվեց Իշխան Խոսրովյան, ապա 6 ժամ անց ազատ արձակվեց։ Նարեկ Սամսոնյանին կալանքի տանելու որոշում է կայացրել տխրահռչակ դատավոր Մասիս Մելքոնյանը, սա ընդհանրապես դարձել է Նիկոլ Փաշինյանի գրպանում տեղավորված բոլոր դեպքերում, եթե նույնիսկ այլ դատավոր չգտնեն, Մասիս Մելքոնյանը կա ու կա, Վազգեն Սաղաթելյանին կալանավորել է Ռոման Սմբատյան, այս անունները մենք պիտի անպայման անընդհատ հիշեցնենք, որտեղ բռնապետություն ունի հերոսներ, այս դեպքում բացասական իմաստով, եւ մեր հասարակությունը պարտավոր է ճանաչել այդ հերոսներին, իհարկե իշխանափոխությունից հետո ես կարծում եմ պայմանական ասենք ամոթի պատ պիտի լինի, որ մեր հասարակությունը կարողանա իր քաղաքակրթական վերաբերմունքը արտահայտել այս մարդկանց նկատմամբ, որտեղ շատ մոդայիկ է, չէ, որ ամեն ինչ բարդում են միայն իշխանության բուրգում գտնվող մեկի վրա, ասում են իրա ցուցումով արեցինք, իրա հրամանով արեցինք, տուն ենք պահում, երեխա ենք պահում կամ ինչ-որ կոմպրոմատ դեմ տվեցին, ուզում եմ հատուկ ընդգծել այս երկու դատավորի, բազմաթիվ քննիչների, այլ դատավորների, դատախազների, ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցների համար, որ որևէ մեկը այն էլ ժամանակակից աշխարհում չի չեղարկել անհատական պատասխանատվության սկզբունքը, եթե նույնիսկ այդ մեկը ստիպված է եղել պատվեր կատարել կամ ինչպես իրենցից շատերն են ասում երբեմն երեխա պահել եւ այլն եւ այլն։ Հիմա ես ուզում եմ հիշեցնել, որ Նարեկն ու Վազգեն արդեն կալանքի տակ են 2 ամիս 2 օր եւ այսօր արդեն 6-րդ օրն է, ինչ Նարեկ Սամսոնյանը գտնվում է հացադուլի մեջ։ Հատուկ այս առումով ուզում եմ շեշտել, որ հացադուլը պայքարի վերջին միջոց է եւ հացադուլը ամենևին էլ հուսահատության դրսևորում չէ, ճիշտ հակառակը։ Եթե ազատության մեջ մենք բոլորս պայքարելու բազմաթիվ մեթոդներ ունենք, 4 պատի մեջ շատ սահմանափակ են պայքարի գործիքները, որոնց դու կարող ես ապավինել։ Հետևաբար հացադուլը թերևս մնում է միակ միջոցը, ճիշտ է ինքը ծայրահեղ վերջին քայլը, բայց ինչ անի կալանավորը ուրիշ։ Եթե ապրում ենք խուլ համր իշխանության պայմաններում եւ հասարակությունը ապատիկ վիճակում է, միջազգային հանրությունը աշխարհաքաղաքական շահերով վարակված է։ Այս դեպքում ինչ անի կալանավորը։ Նա չի կարող պիկետ անել, նա չի կարող ցույց անել, նա չի կարող հերոստատեսությամբ հարցազրույց տալ կամ տաղավարներում հյուրընկալվել, նա մնում է ծայրահեղ մի միջոց հացադուլը, որը ինչքան էլ պայքարի ծայրահեղ միջոցը այնուամենայնիվ քաղաքական պայքարի լեգալ
դրսևորումը։ Նո պատմությունը գրանցել է հաջողակ դեպքեր, դու իհարկե հացադուլի պարագայում այդ բառը Մի քիչ հարաբերական հաջողակ։ Չէ, ասածս ինչա, որ անունը մոռացել եմ այդ գործչի, բայց իռլանդացի մի ակտիվիստ, որին ժամանակին ձերբակալել էին եւ նա հացադուլ հայտարարեց եւ այդ հացադուլը դարձավ Իռլանդիայի միավորման սիմվոլ Այո։ եւ շատ լուրջ ալիք բարձրացավ բրիտանական եւ նրանք ստիպված էին գնալ որոշ իշխանությունները ստիպված էին այդ բուրըն սոցիալական բունտի ճնշման տակ գնալ որոշակի ուրեմն փապկացումների Ես ուզում եմ հիշեցնել, որ 90 կամ 91 թվականներին, հիմա ստույգ չեմ հիշում, կոնկրետ տարեթիվը գուցե սխալվեմ, բայց մեր մտավորականներից Վիկտոր Համբարձումյան այն օրերի վեհապարը մեր Մոսկվայում հացադուլ արեցին մեր ազգային խնդիրների օրակարգով եւ դա իր որոշակի քաղաքականությունը ազդեցություն ունեցավ Մոսկվայի քաղաքականության վրա, այնպես որ հացադուլը ամենևին էլ անվնաս միջոց չի, իհարկե, որտեղ մարդը ըստ էության գնում է անձնուրացության, իր առողջության, իր մերձավորների անհանգստության հաշվին է այդ ծայրահեղ քայլին գնում, բայց այո մենք ունենք նախադեպեր, երբ որ հացադուլը առնվազն հասարակությանը սթափեցնելու, քաղաքական ուժերին սթափեցնելու շատ կարևոր առաքելություն կատարել է։ Այնպես որ ուժ եւ տոկունություն մաղթենք Նարեկ Սամսոնյանին, չնայած առանց մեր մաղթանքների այդ հատկանիշներով Նարեկը օժտված է եւ հույս ունենանք, որ այնուամենայնիվ նրա այս քայլը որոշակի արդյունք կունենա